Հարգելի հայրենակիցներ, բարո ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կքննարկենք Թուրքիայում հունվարի 1-ին տեղի ունեցած մեծ հանրահավաքը, որը նվիրված էր Պաղեստինում, Ղազայում իրավիճակին եւ առհասարակ աջակցություններ Թուրքիայի Պաղեստինայի կամ Ղազայի ժողովրդի բնակչության հանդեպ։ Եվ այստեղ դուք նաև տեսնում եք նկարը, ես հատուկ եմ այս նկարը ներկայացրել, նաև մի քանի ուրիշ նկար, որտեղ որ ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչ գրառում է այստեղ։ Առաջերտի սրանից սկսենք։ Գետից մինչև ծով Պաղեստինը կլինի ազատ։ Եվ ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է հրեական պետության Իսրայելի ոչնչացում, որը օրակարգում է համ Գազայում տիրող Համասի տերորիստական խմբավորման, համ էլ Համասի գլխավոր աջակից Թուրքիայի։ Եվ մենք ձեր հետ միասին մանրամասն կխոսենք իհարկե այս հարցի շուրջ։ Բայց առաջի հերթին ես կոչ եմ անում ձեզ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները եւ իհարկե նաեւ տարածեք այս վերլուծությունը, կարող եք նաև աջակցել իմ գործունեությանը եւ ալիքի նկարագրությունում նշված միջոցների, շնորհիվ բաժանորդագրվել իմ ուրիշ ալիքներին այդտեղ նշված հղումների միջոցով։ Իսկ հիմա արդեն անցնենք ձեր հետ միասին բուն հարցին։ Ստամբուլում տեղի ունեցավ շատ լայնածավալ, մոտավորապես 500,000 մարդ, այսինքն կազմակերպիչները հայտարարում են, որ կես միլիոն մարդ էր մասնակցում այդ ցույցում ի աջակցություն Պաղեստինայի։ Հավաքվածները ըստ մոտավորապես գնահատականների կազմակերպիչները ասում են 500,000, բայց առնվազն մի քանի 100,000 իրոք կային տարածաշրջանում, նույնիսկ կարելի ասել մերձավոր արևելյան տարածաշրջանում ամենալայնածավալ այսպիսի ցույցներ վերջի ժամանակահատվածում, որը նվիրված էր Պաղեստինի ժողովրդի եւ պետության ըստ իրենց աջակցության օրակարգին։ Ամենակարևոր մասը այս ցույցի նրա հետ էր կապված, որ շատ մեծ քանակի ժողովուրդ էր ներկա, ինչպես տեսնում եք, ցույցում ակտիվ նաև ներառել են ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Պաղեստինի այսպես կոչված պետության, որովհետև պետականությունը ձևավորված չի փաստորեն։ Մի բան է, որ պետությունները ճանաչում են իր պետություն լինելը, բայց մյուս բան է, ինչքանով ինքը իրականում պետության նման ձևաչափներ ունի, կառավարման համակարգ եւ այլն, ամեն ինչ դա կարևոր է։ Փաստացի դրոշտ են այստեղ նաև ակտիվ ներառել եւ ոչ միայն արգերև նաև ինչպես տեսնում եք, այստեղ շատ մեծ քանակի նաև թուրքական եւ պաղեստինյան այդ դրոշտները կան։ Այստեղ հետաքրքիր է, որ կոնկրետ կազմակերպիչները օգտագործել են ինչպես քաղաքական, այդպես էլ կրոնական բաղադրիչներ եւ տեսնում ենք, որ սա լայնածավալ աջակցված է թուրքական պետության կողմից այս գործընթացը, այդ թվում ամենահետաքրքիրը եւ կարեւորը այն է, որ գործընթացում ակտիվորեն մասնակցել է Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը եւ ելույթ ունեցողը գլխավորը հենց ինքն էր Բիլալ Էրդողանը։ Այստեղ դուք տեսնում եք հենց Բիլալ Էրդողանի նկարը, որը այստեղ պաղեստինյան եւ թուրքական դրոշերով եւ հատուկ պաղեստինյան հակամարտության այդ շարֆով, որը ինքը ունի ինչպես սիմվոլ, այստեղ օգտագործում է, ուրիշներն են շատ դեպքում օգտագործում արաբական այդ եւ պաղեստինյան թեմայի շուրջ, այդտեղ ոչ միայն ներկա էլ այդ ելույթեր ունենում։ Բացի դրանից պետք է ասել, որ սա հստակ քաղաքական օրակարգ ունեցող ցույց էր, որը կարելի է հաստատ ասել, որ սա միամիտ չի տեղի ունեցել, հաճախ է հենց հունվարի 1-ին անցյալ տարի նաև տեղի է ունեցել առնվազն Թուրքիայում կազմակերպում այսպիսի ցույց եւ Էրդողանի որդին, որ սրա մեջ ներկա է, ոչ միայն ներկա, այլ առաջնորդում է այս գործընթացը, դա խոսում է շատ բանի մասին եւ ակնհայտորեն սա Էրդողանն է այստեղ կանգնած իր որդու շնորհիվ, անձամբ չի մասնակցում
Տարբեր պատճառներ կան դրանով։ Այդ թվում Թուրքիան երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը շարունակում է, կբացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները ամբողջությամբ խզված չեն։ Թուրքիան ճանաչում է Իսրայելի պետությունը եւ դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Ուստի հաշվի առնելով դա, չի կարելի ասել, որ Թուրքիան միայն հակաիսրայելական քաղաքականություն է վարում է, աճում է այդ գործընթացը, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ երկար ժամանակ է ճանաչում է Իսրայելի պետությունը, Թուրքիան շարունակում է նաև չխզել բոլոր կապերը Իսրայելի հետ, երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն։ Ինչու սա տեղի ունեցավ եւ հենց այդտեղ Գալաթայի կամուրջի վրա, որովհետեւ սա սիմվոլիկ վայր է, որը նշանակում է, որ կապում է Գալաթայի այս կամուրջը Եվրոպան եւ Ասիան իրար հետ եւ Թուրքիան ցույց է տալի իրան, ինչպես երկու այդ աշխարհաքաղաքական եւ այսպիսի արժեքային համակարգների տարբեր եվրոպական եւ ասիական իրար հետ կապը Բացի դրանից սրանով նաև ընդգծվում է Թուրքիայի նախկին Օսմանյան ուրեմն անցյալը եւ հենց այս վայրը առհասարակ ամենալավ տեղն է, լավ երևա այս հանրահավաքը հենց Ստամբուլում, նկատի ունեմ մարդկանց քանակը ակտիվ երևա, որովհետեւ հնարավորություն է տալի, որ դրոններով ֆիքսվի այս ամեն ինչը, հենց քաղաքում քիչ վայրեր կա առհասարակ, որտեղ որ հնարավոր է այսպիսի մեծ ցույց կազմակերպել եւ որ բոլոր մարդիկ լավ Երևան այդտեղ։ Իհարկե չի կարելի այս ցույցը գնահատել առանձին Ռեջեփ Տայիպ Էրդողանից եւ Թուրքիայում իշխանությունում եղած բոլոր ուժերից, որովհետեւ ինչպես նշեցի, Ռեջեփ Տայիպի որդիներ այդտեղ ներկա եւ պետք է ասել, որ հռետորաբանությունը այստեղ ցույցի վրա կտրուկ հակաիսրայելական էր, քաղաքական առումով կտրուկ գնահատական կար, որ Թուրքիան է բոլոր մուսուլմանների պաշտպանը աշխարհում, Բացի դրանից ակտիվորեն ներառել էր բոլոր պետական ԶԼՄ-ները եւ ակտիվ ուրեմն օգտագործել են այս միջոցառումը, որ ցուցադրեն եւ միևնույն ժամանակ ցույց էր տալի, որ շարունակվում է այս բալանսի քաղաքականությունը, որովհետեւ Թուրքիան քայլերի առումով դեռ բացահայտ Իսրայելի հետ առճակատման մեջ չի մտել։ Իհարկե մտել է այն առումով, որ մենք արդեն խոսեցինք հյուսային Կիպրոսում թուրքական զորքերի աճը, մոտավորապես մինչև 40,000 եւ 3 անգամ աճեցրել են վտանգները հարավային Կիպրոսին, Հունաստանի ուղղությունով, Իսրայել, Կիպրոս, Հունաստան դաշինքը, որը գոյություն ունի եւ ստեղծվել է վերջերս, գիտեք, Սիրիայում ակտիվ առճակատումը Թուրքիայի եւ Իսրայելի շահերի, Լիբանանում այդպիսի գործընթացների սկիզբը եւ այլն, այդ ամեն ինչը տեղի է ունենում քրդերի ուղղությունով, նույնը վերաբերվում է, կարելի ասել, դրուզերի ուղղությունին եւ այլն, բայց բացահայտ դեռ այս առճակատումը տեղի չի ունենում, նկատի ունեմ ուղիղ հարվածներ եւ այլն դեռ տեղի չեն ունեցել, բայց մենք հիշում ենք, որ նույն Թուրքիայի տարածքում, Սիրիայի տարածքում թուրքերը մտան Սիրիայի տարածք եւ ուզում էին ռազմակայաններ ձևավորել, Իսրայելը հարվածներ էր հասցնում հենց այդ ռազմակայաններին, օդանավակայաններին։ Բացի դրանից պետք է ասել, որ այս ցույցի նպատակը վերաբերվում է նրան, որ ցույց տա, որ Պալեստինում տիրող իրավիճակը ուրեմն հակա օրինական է, հակաիրավական է, մարդկության դեմ է Իսրայելի քայլերը եւ այլն, դա է ուզում ցույց տալ Թուրքիան, ուզում է մոբիլիզացնել փողոցը ոչ թե տնտեսական խնդիրների շուրջ եւ մենք ձեր հետ միասին պատրաստել էինք շատ հետաքրքիր վերլուծություն Թուրքիայի տնտեսության մասին, կարող եք նաև ես այստեղ կնշեմ եւ կարող եք գնալ եւ նայել, դիտել այդ վերլուծությունը եւ հասկանալ ինչպիսի իրավիճակ է թուրքական տնտեսությունում, բայց սրանով նաև իհարկե Թուրքիան փորձում է շեղել ուշադրությունը ներքի խնդիրներից արտաքին խնդիրների եւ սա իրականում նաև ձևավորում է այսպիսի կերպար Թուրքիայի ինչպես իսլամին միավորող պետություն։
Շատերի համար մասնակցությունը այս ցույցում իրականում կրոնական պարտք է իրանց կրոնի հանդեպ, բացի դրանից էմոցիոնալ է, վերաբերվում է Օսմանյան կայսրությունին, որովհետև Օսմանյան կայսրությունը իրականում վերահսկում էր Երուսաղեմը իր ժամանակ եւ Պալեստինայի այդ տարածքները եւ այլն։ Բացի դրանից սա ուրեմն հենց մուսուլմաններին աջակցելու օրակարգ է շատերի համար, ինչպես նաև Ամերիկայի եւ Արևմուտքի քաղաքականության դեմ այսպիսի քայլ։ Էրդողանի համար սա նպատակ ունի իր ընտրողներին կոնսոլիդացնել եւ շեղել ուշադրությունը տնտեսական շահերից, խնդիրներից եւ այո, շահերից այդ թվում եւ ձևավորի այսպիսի հզոր կերպար նաև Թուրքիայի, իդեպս իր որդու, դա նաև շատ հետաքրքիր է։ Բացի դրանից, ամբողջ արաբական եւ իսլամական աշխարհը իհարկե դիտում է եւ տեսնում է, որ Թուրքիան է այսպիսի դեր զբաղեցնում, Իրանը նաեւ սա տեսնում է եւ հասկանում է, որ կա կետեր, որտեղ որ կողմերը կարելի ասել միասնական են շատ հարցերում Թուրքիան եւ Իրանը։ Կարևորագույն նշանակություն ունի այդտեղ Բիլալ Էրդողանին ներկա գտնվելը, ելույթ ունենալը եւ ես հիմա ձեզ մանրամասն կծանոթացնեմ Բիլալ Էրդողանի հետ։ Առաջի հերթին պետք է ասել, որ ինքը ոչ պաշտոնական, բայց շատ կարևոր անձ է Թուրքիայում, որևէ պաշտոն չի զբաղեցնում, բայց հասարակական եւ տնտեսական բիզնես գործիչ է եւ ակտիվ է ներգրաված տարբեր պահպանողական, իսլամիստական, իսլամական հասարակական կառույցներում եւ համարվում է, որ ինքը Թուրքիայի ապագա էլիտայի կարևոր բաղադրիչներից մեկն է, ներկայացուցիչներից։ Բիլալ Էրդողանը պատասխանատու է կարելի ասել երիտասարդական, կրոնական եւ կրթական ծրագրերի համար, ակտիվորեն առաջ է տանում նեո-օսմանական եւ իսլամական օրակարգը եւ փորձում է աջակցել Թուրքիայի փափուկ ուժի soft power կոչված ազդեցությանը նաև արաբական, իսլամական աշխարհում, տարբեր կապեր է զարգացնում Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում եւ նաև կարելի ասել իհարկե Էրդողանի շատ մտերիմ մարդկանցից մեկն է, հաշվի առնելով, որ իր որդին է։ Բիլալ Էրդողանը նաև ակտիվ է ներկայացված այս պալեստինյան թեմաներում եւ ակտիվորեն քննարկում է երիտասարդների հետ այս հարցերը։ Մի քանի անգամ տարբեր սկանդալներ են եղել Բիլալ Էրդողանի հետ կապված, որ ինքը կոռուպցիայի մեջ է մասնակցում օֆշորային գործընթացներում եւ փողերի լվացման ուղղությունով, բայց որևէ իր դեմ քայլեր իրավական երբեք չեն արվել Թուրքիայում։ Բիլալ Էրդողանը համարվում է հաջորդ սերունդը թուրքական քաղաքական դասի եւ առաջնորդների եւ ցույց է տալիս նաեւ, որ Էրդողանի քաղաքականությունը ինքը շարունակվում է իր նաեւ որդիների շնորհիվ եւ դա շատ հետաքրքիր եւ կարեւոր է։ Եվ Բիլալ Էրդողանի ելույթն է հետաքրքիր, ինքը խոսում էր ուրեմն կրոնական առումով եւ դիմում էր ոչ թե Թուրքիայի քաղաքացիներին, այլ ումմային։ Այդ շատ մեծ տարբերություն է։ Հիմա բացատրեմ ինչու։ Թուրքիայի քաղաքացիները միայն նրանք են, ով ունեն քաղաքացիություն եւ այդտեղ կան տարբեր կրոների մարդիկ նաեւ։ Իսկ Բիլալ Էրդողանը դիմել է ումմային, ումման դա հավատացյալ իսլամական ժողովուրդն է, որտեղ որ չկա էթնիկ տարբերություն, բոլոր մուսուլմաններին է փաստացի դիմե աշխարհի, որովհետեւ ումմայի մեջ մտնում են բոլոր մուսուլմանները աշխարհի։ Հետաքրքիրը այն է, որ ըստ Օսմանյան գաղափարախոսության փաստացի առաջնորդը ումմայի դա խալիֆն է։ Խալիֆի ինստիտուտը գոյություն չունի Օսմանյան կայսրության, այսինքն իսլամական պետության փլուզումից հետո։ Եվ այսօր ամենաշատը ցանկանում է խալիֆ լինելը, իրավահաջորդ խալիֆի լինելը Բիլալ Էրդողանի հայրը Ռեջեփ Թայեփ Էրդողանը։ Ուրեմն ստացվում է, որ խալիֆի որդին է դիմում մոտավորապես։ Ցանկությունը հաստատ դա է ումմային եւ հետաքրքիր ձևով էր դիմում իր նպատակը դիվանագիտությունը չէր այդտեղ, այլ հստակ այն էմոցիաների վրա խաղալը այդ ժողովրդի, որոնք այդտեղ ներկա էին։ Եվ այդտեղ խոսվում էր, որ Պաղեստինյան հարցը սա քաղաքական խնդիր չի, սա ումմայի հավատքի հարց է։
որ սա այդտեղ կանում ուրեմն ով տանջում է եւ ով տանջված է եւ բաժանում է հրեաներին եւ պալեստինցիքին այդպես երկու մասի եւ սև ու սպիտակ ձևաչափ է տալի, որ բարին պաղեստինցիքն են այդտեղ, իսկ չարը հրեացիք եւ Իսրայելը, այսպես է ներկայացնում։ Բացի դրանից Բիլալ Էրդողանը ներկայացնում է Իսրայելը ոչ թե ինչպես պետություն, այլ ինչպես սիմվոլ նրա, որ սա երեխաների դեմ պայքարող մի այսպիսի էություն է եւ այլն, եւ Բիլալ Էրդողանը չէր խոսում բանակցությունների մասին, այլ միայն խոսում էր, որ պետք է քննադատվի Իսրայելը, պատժվի Իսրայելը եւ այլն եւ այլն։ Բացի դրանից խոսում էր, որ արևմուտքը ձեն չի հանում, լուռ է այս թեմաների շուրջ եւ հետաքրքիր բաղադրիչ էր սրա, որ արևմուտքը մեղավոր է նաեւ, որ երկրակի ստանդարտներ ունի արևմուտքը եւ որ ուրեմն արևմուտքը նաեւ սրանում մասնակցում է, իսկ Թուրքիան իրականում տեսնում եք, որ մարդկանց իրավունքների մասին է խոսում եւ մուսուլմանների իրավունքներն է պաշտպանում Թուրքիան։ Թուրքիան այսպիսի ուրեմն պետություն է ըստ Բիլալ Էրդողանի, որը պաշտպանում է բոլոր նրանց, ով անօրինական ճնշումների տակ են եւ պետություն է, որը ձայն է բարձրացնում իրանց համար։ Հետաքրքիրը այն է, որ այնտեղ չի հնչել որևէ կոչ ջիհադի, այսինքն կրոնական պատերազմի իսլամական առումով, ուրեմն ոչ հավատացյալների հետ, նկատի ունեմ հրեաներին կամ քրիստոնյաներին, կամ ուրիշները առհասարակ բոլորին նաև այսպիսի պատկերացումներ կա իսլամում, ոչ էլ հնչել է, որ Թուրքիան անպայման գքա եւ կմտնի Գազա, Պալեստինա եւ այլն, դա չի հնչել, եւ նաեւ չի հնչել, որ մենք պահանջում ենք Իսրայելից որևէ բան, եթե չանի, ապա կլինի սա եւ սա։ Որևէ բան չի հնչել, եւ բալասավորված էր կարելի ասել ռետորաբանությունը։ Բիլալ Էրդողանը պետական գործիչ չէ եւ խնդիր չունի որևէ հայտարարություն անի, որովհետեւ որևէ մեկը չի ասի, որ սա պաշտոնական Թուրքիայի հայտարարությունն է, բայց միևնույն ժամանակ Բիլալ Էրդողանը այս հայտարարությունները անում է ակնհայտորեն իշխանությունների աջակցությամբ եւ այլն, եւ նպատակները այստեղ շատ ավելի քաղաքական են իրականում, քան սա երևում է։ Թուրքիայի եւ Էրդողանի նպատակները ակնհայտորեն քաղաքական են։ Սա արվում է այն ֆոնին, հարգելի հայրենակիցներ, որ Էրդողանը շարունակում է պնդել, որ Թուրքիան պետք է ներկայություն ունենա Գազայում։ Նկատի ունեմ Գազայի ապագա այդ անվտանգային զորքերում թուրքական ճակերտներում խաղաղապահ զորքերը պետք է լինեն ներկա նաև։ Եվ անկեղծ ասած, իհարկե բոլորը հասկանում են, որ դա չպետք է տեղի ունենա։ Իսրայելը, Արևմուտքը, որովհետև Թուրքիան կլինի խնդիր, բայց Թուրքիան շատ է ուզում դա, որ տեղի ունենա, որ թուրքական զորքերը վերադառնան Գազա, որովհետև եղել է Օսմանյան կայսրության ժամանակ, եղել են իհարկե։ Եվ այս ցույցի գլխավոր բաղադրիչը դրա մասին էր, որ մենք ազատագրելու ենք Երուսաղեմը, ազատագրելու ենք Պաղեստինը։ Ուստի սա ակնհայտորեն նոր առճակատում է Իսրայել-Թուրքիայի միջև, որի մասին մենք խոսում ենք, լարվում է ավելի հարաբերությունները, որովհետև ինչ է նշանակում ազատագրել Երուսաղեմը, Թուրքիայի կողմից այսպիսի հայտարարությունը, դա արդեն իհարկե ուղիղ պատերազմի մասին է Իսրայելի հետ։ Եվ շատ հետաքրքիր այստեղ հետևանքներ կան, որովհետև ամբողջ այդ բաղադրիչները տարածաշրջանային, որի մասին մենք խոսում ենք, Իսրայելը հիմա ակնհայտորեն տեսնում է, որ բոլոր այդ քայլերը կլինեն Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի ուղղությունով, Սոմալիայում Սոմալիլենդի ուղղությունը եւ այլն, բոլոր այդ հատվածներում Թուրքիան
ակտիվորեն պատրաստվում է Իսրայելի հետ առճակատմանը։ Կլինի դա ուղիղ ռազմական առճակատում, թե այսպիսի քաղաքական առճակատումներ իր պրոքսի հիբրիդային պատերազմի բաղադրիչներով, դա երկրորդ նշանակությունը ունի դեռ, որովհետև հասկանալի է, որ պրոքսի եւ հիբրիդային կլինի, բայց կմոտենանք նաեւ ուղիղ ռազմական առճակատման հավանականությանը։ Որոշումը պետք է կայացնի իհարկե Ռեջեփ Տայիպ Էրդողանը։ Եվ ես տնտեսության մասին խոսելիս բացատրել եմ, որ Թուրքիայի համար շատ բարդ կլիներ հիմա մասնակցել պատերազմում, բայց միևնույն ժամանակ Թուրքիան առնվազն այստեղից մինչև այդ պատերազմի իրավիճակը կարող է փորձել օգտագործել այդ թեման նրա համար, որ պահի իշխանությունը պետությունում, որտեղ որ այնպես էլ շատ բարդ տնտեսական իրավիճակ է։ Եվ այստեղից, հարգելի հայրենակիցներ, մենք գալիս ենք ամենակարևոր թեզին, որ այս դոր հունվարի 1-ին մինչև բոլորը զբաղված էին տեղի ունեցած իրադարձությունը Թուրքիայում ցույց է տալիս, որ փաստացի Թուրքիա-Իսրայել առճակատումը շարունակվում է։ Եվ սա շատ կարևոր հարց է, որի հետևից մենք ակտիվորեն ձեր հետ միասին հետևելու ենք։ Հայաստանը կարող է իհարկե իր նպատակներով օգտագործի այս ստեղծված իրավիճակը, այս ստեղծված առճակատումը։ Ինչու համար։ Ինչ նպատակով։ Եվ պետք է ասել, որ նպատակը գլխավոր պետք է լինի Իսրայելի հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններ զարգացնելը։ Իսրայելը այնպիսի հնարավորություններ է հիմա ձևավորել եւ մի մասը վաճառել է Ադրբեջանին, որ դա եթե միայն Ադրբեջանը ունի եւ մենք չունենք, կարա լինի մեր համար սպառնալիք։ Բայց եթե մենք ստանանք Ադրբեջանից ավելի լավ հնարավորություններ, հարգել իսրայելական զենքը, որը կլինի էլ ավելի տեխնոլոգիական առումով առաջընթաց ունեցող, քան նույն Ադրբեջանը ստանում է։ Մտնենք այդ Կիպրոս-Հունաստանի հետ մի պատկերի մեջ, որտեղ որ Իսրայելի համար հետաքրքիր է Հայաստանի զինված ուժերին աջակցելը, զինելը, վաճառելը զենք, Միացյալ Նահանգների միջնորդությամբ, իհարկե Վաշինգտոնը մեզ կօգնի այդ հարցում, այն առումով, որ Հայաստանը ունենա հատկապես դրոնների դեմ հակաօդային պաշտպանության առումով, ոչ միայն ուրիշ ուղղություններով էլ Հայաստանը կարող է Իսրայելի հետ այս տարին դարձնել իրոք լուրջ առաջընթացի տարի եւ համագործակցության տարի։ Քաղաքական համագործակցությունը պետք է բերի նաև ռազմական համագործակցությանը իմ պատկերացումով։ Իսրայելական զենքը աշխարհում ամենալավ զենքն է, ինչու պետք է թողնենք, որ Ադրբեջանը օգտվի այդ հնարավորությունից, իսկ Հայաստանը ոչ։ Հակառակը, Հայաստանը կարող է շատ ավելի էֆեկտիվ օգտվի այդ հնարավորությունից եւ նույնիսկ Ադրբեջանին վաճառած զենքից ավելի լավ զենք գնի եւ ստանա Իսրայելից Վաշինգտոնի աջակցությամբ, որովհետև նույն Իսրայելի համար էլ կամաց-կամաց ակնհայտ է դառնում, որ հայկական պետության ամրությունը թուրքական աշխարհում ճանապարհների վրա կայունության, լոգիստիկ կապերի վերահսկողության հարց է, որովհետև եթե հայկական պետությունը թույլ լինի, ապա Թուրքիա-Ադրբեջանը կարող են անտեսել հայկական պետությունը, վտանգներ ստեղծել հայկական պետությանը եւ դրանով նաեւ ապագայում կլինի մեծ սպառնալիք Իսրայելի համար։ Սա բարեգործություն չէ, սա շահերի համընկնում է բնական Իսրայելի եւ Հայաստանի, Երուսաղեմի եւ Երևանի շահերը համընկնում են եւ մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության շահերի, հայ ազգի շահերի։ Սա շատ կարևոր է։ Եվ այդ ուղղությամբ ես նաև տարբեր իմ ջանքերն եմ տրամադրում, նկատի ունեմ հայ-հրեական հարաբերությունների բարելավման ուղղությունով։ Դրանով եմ զբաղված եղել Միացյալ Նահանգներ այցի ընթացքում նաև, եւ առհասարակ դրանից հետո էլ մի քանի անգամ կիսվել եմ նույնիսկ ձեր հետ այստեղ հարցազրույցներ տալով հրեական լրագրողներին եւ այլն եւ այլն։ Աշխատում ենք այդ ուղղությունով, որովհետև դա շատ կարևոր նշանակություն ունի մեր անվտանգության համար։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։